Ես հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Մհեր Կարագոզյանն եմ։ Այստեղ եկել ենք պահանջներ հնչեցնելու գումարների վերադարձի մասով, ինչի որովհետև պատկան մարմինները եւ առհասարակ պետությունը ունի պարտականություն օտարերկրյա հանցագործությունների հարձակումների դեպքում օտարերկրյա հանցավոր խմբերի, հրոսակախմբերի հարձակումների դեպքում քաղաքացիներին պաշտպանություն տրամադրելու, ինչպես տեսնում ենք, քաղաքացիները պաշտպանված չեն, ինչի հետևանքով սասանվում է քաղաքացու վստահությունը պետության եւ պետական մարմինների նկատմամբ։ Սա լրջագույն խնդիր է, սա կարող է ծնել այլև այլ վտանգներ, բայց տեսնում ենք առերևույթ եւ ակնհայտորեն անգործություն, որի հետևանքով մեր դիմումների արդյունքում գլխավոր դատախազը նախաձեռնեց քրեական վարույթ պետական այն մարմինների նկատմամբ, ովքեր 1 տարուց ավելի հանցավոր խմբերի գործունեությունը փաստորեն թույլատրել էին Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սրա հետ կապված ստեղծվել էր մի իրավիճակ, որ տուժող կողմին, զեղծարարության զոհերին, ֆինանսական վնաս կրած քաղաքացիներին մեղադրանքներ էին ներկայացնում եւ պետական մարմիններից, ասենք օրինակ ոստիկանությունից, քննչական կոմիտեից, հասարակության որոշ շերտեր էին մեղադրանքներ ներկայացնում քաղաքացիներին, թե ուր է ձեր գլուխը կամ ինչպես կարելի է վստահել, նաեւ տարբեր լրատվականներից հարցադրումների տակ, այսպես կարմիր ժապավենով անցնում էր մի մեղադրական, թե ինչպես կարող էիք վստահել, հա։ Հիմա ես ներկայացնեմ ինչպես կարող էին վստահել քաղաքացիները։ Քննությունների արդյունքում չունի որևէ պատասխան եւ քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվում, ինչը մեր հասարակությունում ընդունվում է նորմալ, սա իրականում աննորմալ երևույթ է եւ սա իրականում այլանդակություն է, որովհետեւ քաղաքացիների իրավունքը պիտի վերականգնվի եւ մենք պահանջելու ենք գումարները եւ դրա հետ կապված մենք այսօր նոր հանցագործությունների մասին հաղորդումներ են սկսել լրացնել քաղաքացիները, եթե նկատեցիք, ես այսօր նորից մուտք եմ անելու 100-ից ավել հանցագործությունների մասին հաղորդում։ Պարոն, եթե կարելի է այսօր որևէ հանդիպում քննչական կոմիտեի կիբերհանցագործության բաժնի ղեկավարներից կամ մասնագետներից որևէ մեկի հետ լինելու է, թե ոչ։ Հանդիպումները ուրեմն եղել են, մենք միշտ ենք կապի մեջ, մենք հանդիպման խնդիր անգամ չունենք, եթե անկեղծ լինեմ նրանք ընդունում են եւ մենք ունենք խոստում, որ քաղաքացիների իրավունքները վերականգնվելու են եւ գումարները վերադարձվելու են։ Ճիշտն ասած, այս խոստմանը թերահավատորեն եմ մոտենում եւ ինչու, որովհետեւ մենք դիմում ենք ներկայացել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, դիմում ենք ներկայացել գլխավոր դատախազությանը, դիմում ենք ներկայացել քննչական կոմիտեին այն մասին, որ տվյալ մարմինների ներկայացուցիչները հանդիպեն տուժող կողմերի ներկայացուցիչների հետ, քննարկեն, թե ինչ մեխանիզմներով է լինելու գումարների վերադարձը եւ գումարների վերադարձը երբ է լինելու։ Այս պատասխանները ես համաձայն չեմ լսեմ առանձին սենյակներում գաղտնի քաղաքացիներից հեռու։ Ես պատրաստ եմ սրանց պատասխանները լսեմ կամ հայտարարությունների տեսքով, կամ փաստաթղթի տեսքով, կամ թող իրենք իջնեն քաղաքացիների հետ հանդիպման, այնպես որ ես առարկելու եմ այդ առանձին հանդիպումների Նիկոլ Փաշինյանին դուք դիմեցիք, նրա հետ հանդիպման որևէ պահանջ ներկայացրել եք, երբևէ հանդիպում ունեցել եք։ Կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, մենք կառավարությանը դիմում ներկայացել ենք եւ սպասում ենք պաշտոնապես պատասխանի։ Երբ եք ներկայացրել։ Արդեն 1 ամսից ավել է, կարծեմ մի հատ ինձ կհիշացնեք, հարգելի քաղաքացիներ, նախորդ մեր ակցիան երբ է եղել, եթե ես չեմ սխալվում, նախորդ ակցիան եղել է դեկտեմբերի 19-ին, այսինքն արդեն ուղիղ 1 ամիս է մենք այդ դիմումները ներկայացել ենք, բայց դեռևս այդ մասով չունենք արձագանք, ինչը եւս օրինաչափ չի, որովհետև մեկամսյա ժամկետում, հա, չի նշանակում, որ մենք դիմում ենք ներկայացնել եւ նրանք ունեն 30 օր ժամկետ, ապա պետքա ներկայացնեն 30-րդ օրը։ Եթե 30-րդ օրը, 30-րդ օրը ասեմ, որ 3 էր։ Եվ այսպիսի փոքրիկ այս խախտումները, եթե նրանց աչքին փոքրիկ է թվում, դրա հետևանքով քաղաքացին մեծ ֆինանսական վնասներ է կրում։
Պարոն Կարագոյանի, հիմա տեսեք, այս ամենի պատասխանատուն, գլխավոր պատասխանատուն ով է եւ գերատեսչություններին մոտ մշտապես բողոքի ակցիա եք իրականացնում, ամենամեծ ակնկալիքները որ գերատեսչությունից է։ Սրա պատասխանատուն գլխավոր դատախազությունն է, սրա պատասխանատուն քննչական կոմիտեն է, սրա պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Եվ այդ գումարների վերադարձը մենք պատկերացնում ենք հենց այդ մարմիններից եւ անկախ այն հանգամանքից արդյոք իրանք կկարողանան բացահայտել հանցագործությունները թե չէ, որովհետեւ նրանք ունեին պարտականություն, նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանելու հրոսակախմբերից կամ կիբերհանցագործներից եւ առհասարակ, երբ որ հարձակումներ են լինում քաղաքացիների վրա, որի արդյունքում քաղաքացիները կրում են նյութական վնասներ, այս դեպքում պետությունը պետքա իբրև պաշտպանություն վնասի փոխհատուցումը առնվազն տրամադրի, սա պարտականություն է եւ մենք գալու ենք գնանք։ Մենք գալու ենք այս իմ ասած պետական մարմինները շատ հաճախ։ Քանի որ ձմռան այսպիսի վատ եղանակն են, իսկ մեր համար ամենաառաջնայինն ու կարևորը քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն է, մենք բողոքի ակցիաների քանակը մի փոքր քչացրել ենք, բայց եղանակների լավանալուն պես մենք հաճախ ենք գալու գլխավոր դատախազություն, հաճախ ենք գալու կառավարություն, հաճախ ենք գալու քննչական կոմիտե, մենք շատ ենք գալու, մենք իրանց երազին ենք գալու, մենք այնքան ենք գալու, մինչև այդ քաղաքացիների ֆինանսական իրավունքները վերականգնվելու են եւ այստեղ հանկարծ կասկածներ կամ չգիտեմ ինչ չենք տեսնում։ Եթե այդ գումարները չտան, մենք այդ գումարները վերցնելու ենք հարկերը չմուծելու տեսքով։ Մենք խցանելու ենք այս մարմինները մեր դիմումներով։ Մենք դադարեցնելու ենք այս մարմինների աշխատանքը։ Պարոն Կարագոյանի, հիմա դիմումներ եք մուտք անելու քննչական։ Այո, եւս 100-ից ավել։ Պատկան մարմինները հստակ չեն տիրապետում իրավիճակին, հասկանում եք։ Հանցագործությունների թիվը տասնյակ հազարավոր են։ Տուժած քաղաքացիների թիվը մոտենում է արդեն ֆինանսական վնասներ կրած քաղաքացիների թիվը մոտենում է արդեն 50,000-ի, հասկանում եք, բայց երբ որ իրենք ցուցանիշներ են 50,000 եւ ավելի ներողություն, բայց երբ որ իրենք պաշտոնապես ցուցանիշներ են հնչեցնում տուժած քաղաքացիների քանակի մասին, հնչեցնում են 600, 1200, 1800 կներեք, էլի դուք իրավիճակին չեք տիրապետում, գիտեք ինչի համար, որովհետև ձեզ չեն վստահում քաղաքացիները եւ հանցագործությունների մասին հաղորդում չեն տալիս եւ իրական վիճակը, իրական պատկերը չի արտացոլվում միայն ու միայն ձեր մոտ արկա եղած դիմումներով։ Այսպես